Հիսուս հարություն է առել, փրկել է մեր երկիրը, երկնքի դռներն է բացել, երգում են հրեշտակները։ Հիսուս հարություն է առել, փրկել է մեր երկիրը, երկնքի դռներն է բացել, երգում են հրեշտակները։ Արև ձեզ։
Մրսին բարիք է։
վայրը նկատելի անկում կան կաղվել է տանիքից և որասնքի դեր է կատարել Աղլատի շվանով եկավ մեսուր կախվար եստից Աղլատիսը եկավ մեսուր վարունի յոտը փետուր Все поют Христос воскрес И несутся в небеса Ликования голоса Свечи в храме мы зажжем И Христу хвалу споем Символ веры и любви Боже нас благослови Пасха светлая пришла Нам Христос открыл глаза Путь к спасению указал Ради нас Христос страдал Верить в Бога призывал Чтобы жили мы без бед Он пролил на землю свет Принял скорбный он венец, так велел ему Отец, как Мессия приходил, к вечной жизни путь открыл. Пасха светлая пришла, мир на землю принесла. Нам Христос открыл глаза, путь к спасению указал. Благодать сошла с небес, все поют Христос воскрес, и звонят колокола, Сыну Божьему хвала. Воскресение Христа открывает рай врата. Он мир его чудес, все поют Христос воскрес. Մեծ վաղքի երկրորդ կիրակին կոչվում է արտաքսված կիրակին և խորհրդանշում է Ադամի և Եվայի դրախտից հեռանալը։ Աստվածաշնչից մեզ ծանոթ պատմությունից գիտենք, որ Աստվածը Ադամին ու Եվային պատվիրում է, որ դրախտի բոլոր ծառերի ծուղներից ուտեն, բացի բարու և չարի գիտության ծառից։ Սակայն Ադամն ու Եվան չեն նազանվում Աստծուն և արտաքսում են դրախտից։ Վատ արարքներն նման են արգելված պտուղին, որոնցից մարդիկ միշտ պետք է հերում կատարելով Աստծու պատվիրանները։ Կիրակի խոշում է անարակիր կիրակի, արմերս հիշեցնում է Հիսուսի պահված արարքներից մեկը, որտեղ որդին ներանում է արիական տնից, սակայն դուզուկշուր է վերադառնում։ Տասի կիրակի, անմեծ պահքի չորրորդ կիրակին, և մեզ հիշեցնում է Հիսուսի պատմած
երկար առակ անիրավ տրտեսի մասին։ Ինգիրը տիրատի դատավորի տիրատիր է։ Վերջերով կկարիչկան տերակին է, արեի վասեր Իսուր Քրիստոսի ասաղ գալու։ Իսկ մեզ պահքին վերջին 7-րդ կիրակին ծաղկազարդն է, այն նվիրված է Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մտնելու հիշատակին։ Ծաղկազարդը նաև մանուկների օրդության օրն է, ծաղկազարդից մինչև Զատիկ ընկած շաբաթը կոչվում է ավագ շաբաթ, քանի որ խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթը, երբ ավարտվում է մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան, սկսվում է Հիսուս Քրիստոսի հարության մեծ տոնը։ Thank you.
ձորնի կողմից օրինակն է աշխարհին։ Դրսի կեղևը նման է երկրին, սպիտակ թաղանթը օդին, սպիտակուցը ջրին, տեղնուցը երկրին, ձուն նաև խորհրդանիշն է հարության։ Դու գիտեք ինչու են ձևերը կարմիրերում, կարմիրը Քրիստոսի արար գույն է, իմացեք նաև ուզածիրը ընդունված է միմյա շնորհավորելիս կարմիր ձունովի է, ասելով Քրիստոս հարավ իր մեղրելով, ինձ է պետք է պատասխանել օրհնյալ է հարությունը Քրիստոսին, այս սովորքը շատ հին է, Քրիստոսի հետևորդ մի բարեպաշտին Մարիամ Մագդալենացի անունով և գնացել է Տիբերոս Կայսերի ավետերում Հիսուսի հարությունը կանանել քաղցկի թելերան։ Այստեղից եկել է Սուրբ Հայության տոնին միմյա շնորհավորից կարմիր ձունը լինել։ Իսկ դու գիտեք ինչ են պատրաստում զատկի տոնին։ Զատկին եփում են չամչով փլավ։ Իսկ ինչու են զատկին չամչով փլավ եփում։ Հիմա կասեմ, որտև բրինձը խորհրդանիշն է համար ժողովրդի, իսկ չամիչները քրիստոնյաների։ Սատիկի սեղանը ոչ միայն զարդարել է ներկայացում, չամչով փլավը, ձուկն ու գինին, այլևս կանաչիների սպասված աղցանը և տարբեր ճաշատեսակներ, և տարբեր ճաշատեսակներ։ Թանագուր, պիպերթովագուր, չորաթան, դուր չույն, դուրս արձատ մեջ ոսկին, ինչն է։ Զում! Թևերու իչի թրթում ածանը չի կրկչում, ինչն է։ Զումը! Կարմիր զատիկ, կյանքի զատիկ, Տեր Հիսուսի հարության օր, թող շողշողա բազմա պատիկ, մեր լույս քո ջերմացնող։ Yes,
Zati, Tozmere gelene zati, zati kasela henzgam, armanas henzgnam zarmanas. Reshta gavetis է տվել, հավաքիթ հացել, արկիթը կարմիր են ներկել, զուկա համով են կեպել, չամչով պլավ են կերել, կարմիր գինի են բերել, զատիկի մոմ են ենք վարվել, տերը հարություն է առել։ Գիտես, որ հասիկետին գծել մեղ չէ, մի աղթար հավատավարման հաց տելով ճանապար է դնում, և հանգան ձեռքից մի փշուր հաց հայկն, կորչում խոտերի մեջ, խեղճ մարդ հացի փշուրը փնտրում է, այդպես է չի գտնում, շատ է վշտանում խեղճ մարդ վար մեղկագործել, ու իր շարքը գտնելով հետևյալ միջոցին է դնում, գնում է նպագակ, աշխատանքի անցնում, շատ է չարչարվում, կրխտիկ թափում և հասկացում, վաստակած միջոցերն առած վերադառնում է փոխակտոր, որտեղից փշիկոն սրելերի վրան աստուկ տավճար կառուցում և մեջ նախորդում, ասում են մեկը հացիկը, մեկ ես բոլորս նրա համար, որ հաց գետնին գցելի մեղ կավի։ Ասում են, թե ինձ հատիկ փշուր է գետին ընկնում, երկնքից անտեսանելի հրեշտակ է իջնում, և մի ոտքով կանգնում հացի փշուրի վրա, որ այդ ոտատակ չընկնի չբացվի, գետնին ընկած բոլոր հացի փշուրների վրա մի հրեշտակներ են կանգնում, և քանի որ մի ոտքի վրա կանգնելը շատ դժվար է, մարդիկ պետք է հրեշտակներին հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն, հացը գետնին քսելը մեղք է, քանի որ այն ընկել է թոնիրը և մաքրվել է։ Այո, այսօր այն զարդարով է տնական սեղան, զատկին թխում են ծիսական հատ և գաթա։
այլներ ավարտվեց մեր զատիկի նվիրված միջոցառումը։ Շնորհակալ եմ, որ չմերժեցիք մեր հրավերը, Մալացիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար պարոն Հոմիկ Մխիթարյան, անչափ շնորհակալ եմ սպորտի բաժնի մեծ Տիկին Լիաննա Դավթյան, շնորհակալ եմ եւ սիրով խոսքը տրամադրում եմ ձեզ, պարոն Մխիթարյան։ Եվ դուք եք հրաշք, և դաստիրակ, և ամբողջ կողեկից թող ամենակարևոր այս օրերով թող Աստված մեր աշխարհին պարգևի այս երեխեքի մաքրությունը, այն ինչ-որ պակասում է հիմա շատ պակասում։ Պահքի պահով բոլորս էլ գիտենք, որ միայն սնունդը չի, սնունդի պահքը մեր առողջության մասին է խոսում։ Բայց ամենակարևորը հոգևոր պահքն է, ամենակարևորը մտքի, խոսքի պահքն է։ Եվ դա Աստված, էլի թող Աստված մեզ պարգևի։ Դա ոչ միայն այս պահքի ժամանակահատվածում մենք պահպանենք այդ կանոնները, այլ ամբողջ մեր կյանքում։ Որտև մենք այս սերնդին պիտի մեծացնենք, մեր այս սերնդին պիտի մեր Աստծու կամոք էլի, մեր ազատ, անկախ, ինքնիշխան պետությունը ճառանգենք և իրենք պիտի վայլեն։ Այն ինչ որ մենք անում ենք, պիտի անենք նենց, որ իրենք վայլեն այդ ամեն, իրենք արժանի են այդ վայլելում, Նախորոք շնորհավորում եմ բոլորի Սուրբ Զատիկը և նաև օգտվելով առիթից բոլորիդ հրավիրում եմ ամսի 5-ին 14:30 Սուրբ Եորդության եկեղեցու բակում միասին նշենք։